13 տարի քաղաքը ղեկավարելուց հետո 17 տարի անց Վարդան Ղուկասյանը նորից Գյումրու քաղաքապետն է։ Լիազորությունները կստանձնի 3 օրից ապրիլի 19-ին երթմնակալության արարողությունից հետո։ Տեղեկության արդյունքներում ամփոփելուց հետո պարզվեց, որ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնարությանը 0 դեմ։ Կյանքը սարի հրապարակ, ոտքի կոխան ամեքին, խապան, խոպան ու ամպդուղ անցավ առանց արդյունքի։ Ինչքան ծաղիկ պիտի ոսկներ, որ չբոսավ է հողին, ինչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին, Հովհաննես Թումանյան։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանը ավականու անդամներին վստահեցնում է, այնպես է անելու, որ չհամաչեն իրենց ընտրությունից։ Հետո էլ մեջբերում անում Սուրբ Գրքից։ Սուրբ Գիրքն ասում է, թե լավ է Աստծո կամքով մի ворդ լինեի, քան մարդկանց կամքով թագավոր եւ իշխան։ Ես գցել եմ Տիրոջը եւ ասել եմ։ Նախ ես մի քիչ առաջ ասեցի, որ մարդկային խելքով ինձ պետք չէր։ Եթե հոգիս թելադրում է, դուք հավատացեք, որ մարդը պետք է հոգուն լսի։ Խելքը պահի տակ կտանի կործանման։ Նամանավանդ մարմինը։ Հոգին ինչ որ թելադրում է, այդպես առաջնորդվեք։ Օրինակ ինձ այդպես առաջնորդել է ի վերուստ։ Աղոթքով է սկսել նաև ավականու առաջին նիստը։ Այն վարել է ինքը որպես ավականու ամենատարեց անդամ։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիքո է արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Արտահերտ ընտրության արդյունքով 14 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիրը բոյկոտել է ավականու առաջին նիստը եւ չի մասնակցել, բայց քվորում կա։ ԿՊ խմբակցության ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանն ասել է, որ այս իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման եւ պետք է լինի նոր արտահերտ ընտրություն։ Ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանը հանուն Գյումրիի շահի, համերաշխության ու բոլորի հետ աշխատելու կոչ է անում։ Հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի է համբերատար լինել պահերի մեջ։ Եվ ես երբ որ ասում եի սուբորդինացիան կպահեմ ես այդ սուբորդինացիան, բայց եթե հանգարց որևիցե մեկը ուրիշ ձևի իրեն պահի, ուրեմն անպայման միանշանակ ես իրան փոխահատուցեմ նույն սկզբունքով։ Մինչև իմ գալը 99 թվականին քաղաքապետարանի եւ ժողովրդի մեջ անդունդ էր առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանց տուն։ Գյումրու քաղաքապետարանը դարել էր ժողովրդի հերանց տունը։ Ճարահատյալ, ես չգիտեմ, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետից մոտ։ Ուրեմն գալիս էին քաղաքապետարան։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ։ Նիստին մասնակցած 3 ընդդիմադիր ուժերը մեր քաղաքը, իմ հզոր համայնք եւ Մայր Հայաստան դաշինքները թեկնածու չեն առաջադրել։ Հայտարարում են, որ հավատարիմ են ընտրությունից հետո ընդդիմադիր ամենաշատ ձայնը հավաքած թեկնածուի կողքին կանգնելու դիրքորոշմանը։ Ղուկասյանը խոստացել է ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի առաջին դեմքերին հրավիրել ու քննարկել նրանց նախընտրական ծրագրերի դրույթները։ Ասում է, լինելու է ընդդիմադիր քաղաքապետ, կառավարության հետ աշխատանքը պատկերացնում է այսպես։ Տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել։ Ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը։ Ես կպահեմ, կպահպանեմ։ Իր քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, միանշանակ իրեն դեմ եմ, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ականին դեմ եմ։ Վարդան Ղուկասյանը հավանաբար կհրաժարվի ծառայողական ավտոմեքենայից։ Նախկինում քաղաքապետ աշխատած ժամանակ նույնպես չի օգտվել ծառայողականից։ Հավանական է ուրեմն կլինեմ զրահապատ մեքենայով, այնքան ժամանակ մինչև 2007 թվականի սպանություններն ու սպանությունները չբացահայտվի։ Ավտոմեքենայի թեման շարունակվում է նաև միջանցքում։ Վարդան Ղուկասյանը հիշում է Ռուբեն Մխիթարյանի երգը։ Այն երգը չեմ մոռացել, Վարդան Ժան-Կլոդ Ավականու հաջորդ նիստը մայիսի 2-ին է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։